Գործուկի դեպքում սկզբում հաչոցն է լսվում, հետո ինքն է երևում։ Հա, եկեք։ Ծանր հրետանից։ Գործուկ հանգիստ արի։ Լրիվ քիչ։ Լավ է։ Զաբել հանգիստ։ Հələ սրանց վիճակը։ Հա, բլեք։ Են որ մեկն էր քեզ նեղացրեց, հələ ասա։ Մի հատ հələ իջեք պատուհաններից։ Ոայ։ Կոտորում են իրանց։ Դրսում շներ կան, ինչ անմասն են մնացել։ Արի մուլտիկ, արի։ Ոայ։ Դու էլ էիր գնացել խառնվել շների հետ, արի լավ, արի, հեսա։ Հա, մուլտիկ ջան, կեր, դրսից միաուի ձենա, գարի նայել մուլտիկն ա։ Դե իրանը կասես գա, ամեն դեպքում զգուշ եղեք շներից։ Ճիշտ է, իրանք ձեզ ճանաչում են, բայց դե պետք չգնալ մտնել քիթները։ Ինչ ասա, ինչ եք չարություն անում։ Հա, ես հասկանում եմ, լավ տեր եք ուզում։ Ես էլ եմ ուզում ձեր համար գտնեմ, բայց չկա ինչ անեմ, գոնե ձեզ խելոք պահեք։ Մալինա, տխրեցիր, գլուխը տեսեք ոնց կախեց հայացք։ Հասկանում են, լրիվ հասկանում։ Դուք կերեք, Ավրորա, ինչ ես հաչում։ Լավ սիրտիկներս, դուք կերեք, ես գնամ դուրս տեսնեմ ինչա կատարվում, եղանակները տաքացել են, մարդիկ դուրս են գալիս, իսկ իմ գժերը սկսում են հաչալ, որը ոչ մի լավ բան չի խոստանում։ Եկեք, ձեր հաչոցները ոչ մի լավ բան չեն խոստանում։ Հա, սիրունիկս, դե անցի Ավրորան վազի Ավրորան, դե գնա, եկեք գնացինք, լավ էլի ворցուկ, լավ էլի, ոյ։ Դե անուշարեք ու լավ մնացեք սիրուններս, ես շտապեմ մյուսներին էլ կերակրեմ։ Ворցուկ ոչ մի կապ չունի, որ նա հաչում է։ Տերոշունը, որ այնտեղ է, հաչում է, այստեղից ворցուկենք են արձագանքում, վերևից ձագուկները, ինչն էլ հաչոցների մեծ պատճառ է դառնում։ Բայց դու մի արձագանքի։ Այս դեպքում ворցուկն է խելոք գնում, այս տերոշունն է սկսում հաչալ և մեծ հաչոցների պատճառ դառնում։ Ворցուկ, դու գնա քո ճանապարհով։ Ворցուկ հետ գնա քո տեղը, են ով է այնտեղ հաչում, ինչ-որ մեկի ավտոտնակի մոտ, չեմ անում, շունը պահում են, իրենց նա թե դրսի է չգիտեմ, ворցուկ, ինձ պետք չուղեկցել։ Իրականում նաև ուժեղ սանիտարներ են, ագրավները, որոնք այստեղ բավականին շատ են, ահա, ագրավները, որոնք վերացնում են աղբը, իհարկե մարդիկ դա երբեք չեն ընդունել և չեն ընդունի, բայց այստեղ շատ են բավականին, որոնք խնդրեմ վերացնում են աղբը մարդու կողմից ստեղծած։ Ահա, վախկոտ չունիք այս անգամ այս կողմից եկա, իրեն կկերակրեմ, նոր կգնամ ավտոտնակ, հա, ես եմ գիշ, մոտս կերուն եմ քեզ համար պահված, մի փախ չի, հա, փիսո, քո համար կտամ, դու ինչ այկել ես, ուզում ես ես վախկոտի ձեռքից առնես, չէ, արի կեր, վերջապես կարողացեք ես կերակրեմ, նորմալ կեր, ես գնամ։ Հիմա հələ, ինքը գտավ իրանց կերը, խնդրեմ, լավ, եկեք են կողում ձեզ կերակրեմ, հենա տես, ուտում անկերը, դու էլ կեր, միաու փոխարեն, ուղակի կեր, լավ, նա էլ այնտեղ ուտում, դեմս դուրս է գալիս, ով կարճելը, այ կարճել, գնացինք, արի, լավ, արի կարճելս, արի, լավ ես, լավ չես, չէ լավ, պուշս, դե գնացինք քեզ էլ գիրա, այո, կաղացող ոտքով շունը և սպիտակը, արի կարճել, արի,
Միշտ երկուսով են։ Կաղացող ոտքովը, արի էստեղ։ Այս երկուսը հաշտու համեր աշխատում են, կաղ ոտքովը կանգնեց, վախենում է, բայց այստեղ լցրել եմ իր համար կեր, կմոտենա անպայման կուտի, գիտեմ։ Վազելով գնաց կաղ ոտքովը որ ուտի, գնա կերքիշ, ահա, եկա սպիտակի, արջուկի և սևուկի մոտում, արդեն իմ 4-րդ շունը դարձած այս հատվածում Միկի պիտբուլի մոտ։ Ուրա, արջուկը ուրա, հա Միկի, եկար, դե լավ, դու խելոք մնա, հա առանց նվնվիկի էլի, եթե հնարավոր հեն, հա արջուկ, հետ ուր էիր գնաց, ես էլ ասում եմ արջուկը չկա, եկեք լավ, եկեք, հա, ինի թաթիկըտ բարձր ես պահում, բայց ինչի, ուրախացել է սևուկը, թե ոնց։ Սա առաջի անգամ եմ նման դրեց ներքև թաթիկը, ես ինչ է ասում ինձ սևուկը, չհասկացա, բայց արջուկ սովորությանդ համաձայն եկար սպիտակին է, չէ, քո այս թողած ես հատվածը, սևուքոն էլ ենտեղ եմ լցրի, պուպուշ մի փախի գիշ, դե լավ կերեք, այ, Միկի, արջուկ, չար բաներ մի արա, ինչպես է ուրախացավ սևուկը ինձ տեսնելու, դա առաջի անգամ էր, ահա, էստեղ, ենտեղ, ամբողջը կերը ու բնական է կուտեն, սպիտակ ես, ինչի չես ուտում, սպասում ես արջուկն ուտի նոր, բայց դու կեր, չէ, հետո ագրավներն են գալու, հեսա են վերևից իջնելու են, գիտեք, դե կեր, են ինչ ա եղել է թաթիկը, սևուկ, դուրս չի գալի թաթիկըտ, որ անդադ լպստում ես, բայց իմ կարծքով լուրջ բան կարծես թե չկա, հա սև, վախկոտներից խումբն է, սպիտակը, արջուկը, սևուկը, չնայած որ բյուրեղաբանում վախկոտ շները բավականին շատ են, դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մարդիկ շատ են նեղացնում, վստահություն չկա մարդկանց նկատմամբ, դրա համար վախկոտ են, վերջապես բոլորը ուտում են, դժվար է իրականում հասցնել, դժվար, բայց երբ որ նրանք այսպես հաճույքով ուտում են, կուշտ են, գոնե կուշտ են դրսում, դա արդեն ինձ համար շատ հաճելի է և մեծ բավարարվածություն է պարգևում, չգիտեմ ում ինչպես։ Եվ բոլոր չակերտավոր մարդասերներին նույնպես ուզում եմ ասել, որ մարդկանց էլ բարին անելուց նույնպես ես մեծ բավականություն եմ ստանում։ Ինձ համար կապ չունի շանն եմ օգնում, մարդուն եմ օգնում, երեխային, ծեր կնոջը կամ առհասարակ։ Բարի եղեք։